Նիկոլ Վարչապետ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ Թավշյա հաղթանակած հեղափոխության նվիրյալներ, ահա քաղաքամայր Երևանի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հերթական պատարագը մասնակցությամբ երկրի գերամեծար վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախարարներ առողջապահության Տիկին Ավանեսյանի, էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանի, ազգային ժողովի պատգամավորների և բազմահազար մեր սիրելի հայրենակիցների։ Ամենակարևորը, որ պիտի ես ձեզ տեղեկացնեմ, որ սա հաղթանակ է արդեն, որպեսզի կտրիչ Ներսիսյանը լքի վեհարանը և ազատագրվի Մայր Աթոր Սուրբ Էշմիածինը, որովհետև սա և 3-10 եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների ստորագրումը և պահանջը Կտրիչ Ներսիսյանի և Արշակ Խաչատրյանի հեռացումը նրա մասին է, որ քաղաքամայր Երևանը, որ ունի 1 միլիոն ավելի ժողովուրդ, Արարատյան հայրապետական թեմը, որ ունի մոտ գրեթե 1,5 միլիոն ժողովուրդ, այնուհետև այն մնացյալ արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների թեմերը, Արմավիրի թեմը, Կոտայքի թեմը, Վայոց ձորի թեմը, Արագածոտնի թեմը, իրենք ժողովրդով և ամենակարևորը մերձբարձյան երկրների թեմը, այնուհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան ափի գտնվող թեմը, առաջնորդությամբ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, այս ժողովուրդը, այս թեմերի բազմահազար միասին կազմում են գրեթե 6 միլիոն հայեր։ Դա նշանակում է, որ արդեն մենք ոչ թե 50+1 ենք, այլ նաև 70+1։ Ուստի ուզում եմ ասել, որ Մայր Աթոր Սուրբ Էշմիածինը արդեն իսկ ազատագրված է դուխով։ Այս արանքով մարդ չի